Ուկրաինան ակտիվորեն շարունակում է աշխատանքները 2000 կիլոմետր երկարությամբ սահմանային ամրությունների կառուցման ուղղությամբ։ Պաշտպանության 3 գիծ ապահովող այս ամրությունները, որոնք տեղակայված են երկրի տարբեր հատվածներում, հիմնականում կոնֆլիկտային գոտիներում, կառուցվում են ժամանակակից մեթոդներով։ Պաշտպանության գիծը ռազմական ամրությունների համակարգ է, որը տեղադրված է առաջնագծից որոշակի հեռավորության վրա, նախատեսված տարածքը պաշտպանելու համար։ Այն պարունակում է մի քանի պաշտպանական գծեր։ Առաջին շերտը առաջադաշտ է։ Կարող է ներառել ականապատ դաշտեր, փշալարերի խոչընդոտներ, հակատանկային խրամատներ եւ բետոնե կոնստրուկցիաներ։ Պաշտպանության հիմնական գիծը բաղկացած է երկաթբետոնե կամ գրանիտե երկարատև պաշտպանական կետերից, ինչպես նաեւ փայտե եւ հողային պաշտպանական կրակակետերից, խրամատներից, բունկերից եւ գնդացիրների համար նախատեսված թաքստոցներից։ Պաշտպանության հիմնական գծից դուրս կարող է լինել պահեստային գոտի, ինչպես նաեւ հրետանային դիրքեր։ Այս երաստիճան ամրացման համակարգը դարձել է դասական օրինակ, ինչպիսին է Սուրովիկին գիծը, որը կառուցվել է ռուսական զորքերի կողմից Զապորոժիայի եւ Դոնեցկի շրջանների մի մասի տարածքում 6 ամսվա ընթացքում 2022 թվականի հոկտեմբերից մինչև 23 թվականի գարուն։ Ինչպես հայտնի է, Ուկրաինան սկսել է իր պաշտպանական գծերի կառուցումը դեռ 2015 թվականին արևելքում սահմանազատման գծով։ Սակայն դրանք այնքան էլ մասշտաբային չէին եւ տեղակայված չէին այն տարածքներում, որտեղ ներկայումս մարտական գործողություններ են ընթանում։ Այսօր արդեն ուկրաինական բանակի համար ռազմավարական պաշտպանությունն առաջնահերթություն է, իսկ սա նշանակում է ուշադրությունը կենտրոնացվելու է լայնածավալ պաշտպանական գծերի կառուցման վրա։ Ուկրաինական կառավարության ղեկավարը հայտարարել է տարեսկզբին ռեկորդային 20 միլիարդ գրիվնա է հատկացվել պաշտպանական գծերի ստեղծման եւ այդ աշխատանքների ակտիվացման համար։ Ուկրաինայի պաշտպանական կառույցների վատ վիճակի մասին հրապարակումներից հետո այս գործընթացը զգալիորեն արագացվել է, մասնավորապես ամենավտանգավոր շրջաններում՝ Զապորոժիայի մոտ, Դոնեցկի մարզի արևմուտքում, ինչպես նաեւ Կուպլյանսկի մոտ եւ Ռուսաստանի հետ արևելյան սահմանի երկայնքով։ Այս տարեսկզբին էլ ուկրաինացի սահմանապահները Բելարուսի հետ սահմանին Վոլինի շրջանում պաշտպանական ամրություններ եւ կրակային դիրքեր են կառուցել։ Բելարուսի հետ սահմանին նաեւ ընդլայնվում է տեսահսկման համակարգը եւ տեղադրվում տարբեր պատնեշներ։ Ուկրաինայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հզոր պաշտպանական գծերի կառուցումը ներկայիս պաշտպանական քաղաքականության հիմնական նպատակներից է։ Նշվում է նաեւ, որ ամրացումները կարևոր նշանակություն ունեն Ուկրաինայի անվտանգության համար, որոնք սահմանային հատվածներում օգնում են զսպել ռազմական ագրեսիան, պաշտպանելով հիմնական ենթակառուցվածքները։